Զուտ ռազմական, եթե ասպեկտով դիտարկենք, Վենեսուելա ամերիկյան հատուկ գործողությունը ինչ գնահատականի Ինձ թվում է 10-ից 10, եթե մենք զուտ վերցնենք հենց այդ գործողությունը ինքը իրանով 3 ժամ բոլոր խնդիրները լուծված են, մեկ վիրավորել չկա իրանց կողմից։ Եթե մենք զուտ ռազմական այստեղ ինձ թվում է մենակ ռազմականով պետք չէ նայել, ինձ թվում է բացի ռազմականից նաև ուրիշ կոմպոնենտներ էլ հետախուզական աշխատանքի շատ բարձր կարգի արվել են։ Չեմ զարմանա, եթե ահագին բարձր պաշտոնյաներ արդեն օրինակի համար լոյալ չեն եղել այն պահին, երբ որ այդ ամեն ինչը սկսվել է, որովհետև շատ սահմանափակ փորձեր էին բանակի կողմից օրինակ մի բան անել այդ ամեն ինչի մասին։ Մեկ էլ մի հետաքրքիր հանգամանք է, որ հենց նախագահի շուրջը մեծ մասամբ վարձկաններ էին, ոչ թե իր բանակի։ Կուբայից հատկապես։ Այո, ինձ թվում է բավականին հետաքրքիր ինչ-որ հանգամանք է, որ ցույց է տալիս, որ եւ ինքն էլ բոլորին արդեն չէր վստահում այդքան։ Բայց պետք է ասել, որ հենց ռազմական մասն էլ Դելտա խումբը, ես ինչքան հասկանում եմ, այդ պալատը վերակառուցել է եւ մի 100 անգամ փորձել է այդ ամեն ինչը սկզբից սովորել է, փորձել է, շատ պատրաստված։ Դա նախորոք երկար ժամանակ նախապատրաստություն տեսած։ Այո, ինձ թվում է, որ գոնե եւ ոչ մի ինֆորմացիա դուրս չի եկել։ Այո։ Ինչ է նշանակում դուրս չի եկել։ Դուրս չի եկել, որ դուրս հասներ, դուրս չի եկել, որ գալու են հենց այդ դելտան է գալու, գա գողանա, բայց որ հարված է պատրաստվում, դա բավականին ակնհայտ էր, ասենք, որ շատ բարձր հավանականություն կա։ Այսինքն գիտեին նաև Վենեսուելայի հիմնական պաշտպանները այդ մասին։ Բնականաբար գիտեին, կարող է ակնկալում էին, որ տենց ռազմական հարվածը ավելի լինելու ինչ-որ բանակի թիրախներին, ոչ թե այս տիպի ինչ-որ մոտեցում, բայց կյանքը ցույց տվեց, որ մեկը պատրաստվել ոչ մի բանի չկարողացան։ Հա, ձեզ չի զարմացնում, ինչպես է չզուգացվել հակաօդային պաշտպանությունը։ Այդքան էլ չի զարմացնում, հատկապես եթե այն հանգամանքը, որ ես նշեցի, որ կարող է լավ աշխատանք արվել տարբեր պաշտոնյաների հետ, եւ ես ինչքան հասկանում եմ Վենեսուելայում այնքան վատ էր վիճակը, որ Մադուրոին իսկականից սիրող մարդ դժվար երևի կլիներ գտնել, այդքան էլ շատ չէին իրենք այդ ամեն ինչը ունենալով կարողացել են տարբեր տեսակի տարբեր մոտեցումներով թույլատնեն բանակը եւ բացի դրանից այո Վենեսուելան ուներ մի քիչ, ասենք, մեծ մասամբ Ռուսաստանից գնաց, ասենք ոչ ամենա երևի նոր մոդելների, բայց բավականին լավ 400 ունեցել են։ Այս 400 ունեցել են, բան բուկ ունեցել են, բայց քանակի մասին այդտեղ մեծ քանակների մասին խոսքը չի գնում, ինչքանով այդ ամեն ինչը էֆեկտիվ կիրառել գիտեն եւ ես ինչքան հասկանում եմ այդ պետությունում արդեն շատ ինստիտուտներ լավ չէին էլ աշխատում, իսկ այնտեղ այն կողմից ունեք աշխարհի ամենաուժեղ օդուժը, որը հաստատ այն քանակների հետ հակաօդային պաշտպանության, որ այնտեղ կային, խնդիր չէր կարող ունենալ, բայց կարող է գոնե ասենք մի հատ կորուստ ունենալ կամ բայց էդ էլ չեղավ ու ես ինչքան հասկանում եմ լուրջ հակաօդային պաշտպանության միջոցները չեն էլ կիրառվել որևէ ձևի։ Ըստ ինչ որ Իգլայից արձակվել է մի քանի կրակոց եւ այդ դա է ուրիշ ոչ մի բան։ Այսինքն զոհերը գետնի վրա են եղել արդեն։ Զոհերը ես չկասկանում մենակ պալատում են եղել հենց այդ պալատում ներխուժման ժամանակ ուրիշ ոչ մի զոհ չի եղել։ Մյուս հետաքրքիր հանգամանքը, որ ոչ Չինաստանը, ոչ Ռուսաստանը հատկապես չկարողացան կամ չփորձեցին օգնել Վենեսուելան։ Իսկ ոնց օգնեն, միշտ այդ ոնց են օգնում ստրատեգիական ընկերոջը սովորաբար։ Ոնց օգնես նկատի ունեմ, որ ուզեն էլ ոնց օգնեն, այդ իրանցից ինչքան հերոյ է, իրանք ոչ մեկ Ռուսաստանը որևէ ձևի ռեսուրս չունի այդքան հերոյ իր պետությունից ուժ
պրոյեկցիա անելու Չինաստանը մի քիչ ավելի շատ ունի, բայց դա հաստատ Վենեսուելան իրենց համար այդքան չարժի, բացի դրանից ինչն էլ որ փորձեն բերեն այդտեղ մեկը ամերիկյան ուժերի հետ ռեգիոն տարածաշրջանում որևէ համեմատության մեջ չի կարող մտնել։ Հիմա կարելի է ուզել մի բան, բայց հնարավորությունների մասին էլ է պետք խոսալ նաև։ Հիմա Ռուսաստանում էլ գիտեին, որ սենց է լինելու կամ ինչ-որ որևէ բան լինելու է, բայց մենակ ասում էին, որ դե շատ վատ կլինի, որ ԱՄՆ-ն ներխուժի Վենեսուելայի գործերի մեջ, այդ մինչև գողանալն էլ Մադուրոյին այդ խոսակցությունները կային, որի վրա օրինակ պետքարտուղարը ԱՄՆ-ի ծիծաղաց պրես-կոնֆերանսի ժամանակ, ասաց բան նոր տարին շնորհավոր Սերգեյ Լավրով, ինչ-որ տենց մի բան մոտավորապես։ Լավ, Մադուրոյին չեզոքացնելով ինչ խնդիր է լուծում Վաշինգտոնը։ Դեռ չգիտենք, որովհետև մենք չգիտենք հիմա Վենեսուելայում ինչ ձևի է ձևավորվելու նոր կառավարությունը, բայց իրանց ուզածը իմ հասկանալով նա է, որ այնտեղ լինի մի կառավարություն, որը կլինի ավելի պրո-ամերիկյան եւ ամերիկյան նավթային ընկերություններին կթողի, որ մասշտաբային աշխատանք վարեն Վենեսուելայում։ Չեն էլ թաքցնում դա բաց ասում։ Ավելին ասում են, որ Վենեսուելան պետք է խզի բոլոր տնտեսական կապերը, նկատի ունեն երևի նավթի առողջարքը Չինաստանի, Կուբայի, Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Այո։ Սանկցիաներին համապատասխանի, ասենց ասած, իրանց բարապաշարով։ Երևի պատահական չէր նաև ռուսական նավթատար նավի ձերբակալումը ամերիկյան։ Այդ շատ հետաքրքիր պատմություն է, որովհետև այդ նավը ռուսական է եղել, այո, այդ ասենց կոչված ստվերային նավատորմի նավերից մեկն է եղել, բայց ինքը երբեք ռուսական դրոշի տակ չի եղել, ես ինչքան հասկանում եմ, այտենց սխալ որոշում է ընդունվել Ռուսաստանում, չգիտեմ ում կողմից, որ փոխենք դրոշը ռուսական, որ ձեռ չտան, որ այսա չլինի։ Ու ոնց որ դրա պատճառով հակառակ ավելի ոնց որ ուշադրությունը դրան շատ ավելի շատ է արդեն գնացել ու ստեղ էլ ես որ տեսա ինչ որ փորձերի մասին ընդ ինչ որ ռուսական նավատորմ ուղարկել, փրկել, բայց դա ոչ մի ձևի ռեսուրսների հետ համահունչ չի ծովային Ռուսաստանի, որ իրանք կարողանային դա անել ու բնականաբար չկարողացան։ Դե տեղի ունեցածը պիտի ենթադրել նաև կարելի է այսօրվա ռուսական կողմից հնչած հայտարարությունների հիման վրա եզրակացնել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները փոփոխություն տեղի կունենան։ Շատ հետաքրքիր հարց, նաև սա է շատ հետաքրքիր հարց, որովհետև Ռուսաստանում ես ինչքան հասկանում եմ ստրատեգիան այնց է, որ Թրամփի դեմ շատ նեգատիվ փորձում էին շարժումներ չանել, որ կարողանան այս ռուս-ուկրաինական պատերազմի մեջ ինչ որ ԱՄՆ-ի դիրքորոշումը մի քիչ մանիպուլացնեին, ժամանակ ձգեին, նենց անեին, որ Ուկրաինան շոտ օգնություն չստանա։ Հիմա արդյոք այդ մոտեցումից Ռուսաստանը պատրաստ է շարժվել, թե ուզում է շարունակել այդ ցուցաբերել, իմ կարծում եմ, որ մեկը փորձելու են շարունակել ինչ որ անում էին։ Հատկապես Ուկրաինա։ Կզարմանամ, եթե փոխեն տենց գնան տենց 100%-ով Թրամփին դեմ, դա իրանց վնաս մենակ։